ամեն ամիս 1 դրամ փոխանցելու եմ վարչապետին։ Այս իշխանության օրոք բոլոր հայրենասեր մարդիկ լինելու են թիրախում։ Մեր հաղթանակից հետո հերոսները նորից դառնալու են հերոս։ Եկեք ինտրիգան պահենք, բայց լավ խոսույթ ենք ունենալու։ Դա թաքնված կաշառքի ձև է։ Պարոն Կարապետյան, բարև ձեզ։ Բարև Ալիկ ջան։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ։ Դու ինչպե՞ս ես։ Ուժեղ։ Տեսնում եմ, որ ուժեղ ես։ Պարոն Կարապետյան, երեք ունեցանք երիտասարդների հետ հանդիպում։ Ես ինքս շատ ոգևորվեցի այդ հանդիպումից, շատ ուժեղ էր։ Խնդրում եմ ձեր կարծիքը կասեք, ինչ էներգիա ստացաք։ Ճիշտն ասած, ես էլ շատ ոգևորվեցի, որովհետև շատ վաղուց ես չէի տեսել միասին այդքան հայրենասեր երիտասարդներ, խելացի երիտասարդներ, իրենց հարցերից երևում էր ինչքան հայրենասեր են իրենք։ Դրա համար լավ ժամանակ անցկացրինք, այդ հանդիպումները լինելու են շարունակել։ Շատ լավ, շնորհակալ եմ, անցնեմ ես իմ 5 հարցերին, պարոն Կարապետյան։ Երեք գիշերը կալանավորվեց 2 ամսով մեր լեգենդար հերոս Արթուր Ավանեսյանը, եւ ինչպես մենք գիտենք եւ ամբողջ հանրությունը գիտի, առանց որևիցե հիմքի, փաստով կարող ենք ասել, որ նա կալանավորվեց մեր ծրագրերը պատմելու համար։ Խնդրում եմ, ինչ կմեկնաբանեք։ Այս իշխանության օրոք բոլոր հայրենասեր մարդիկ լինելու են թիրախում։ Մենք պետք է պատրաստ լինենք, որովհետև այս իշխանությունը կատարում է դրսի պահանջները, կոնկրետ Ալիևի պահանջները։ Բոլոր հայրենասեր մարդիկ թիրախում են։ Ինչը չկարողացավ անել Ալիևը եւ Ադրբեջանը 30 տարվա ընթացքում, իրենց հրամանով դա կատարեց Հայաստանի իշխանությունը, բայց շուտով մեր հաղթանակից հետո հերոսները նորից դառնալու են հերոս։ Կառավարության առաջին նիստի ձեր առաջի որոշումներից ունեք պլաններ, ինչ են լինելու ձեր առաջի որոշումները։ Ինչպես եք ծախսելու ձեր աշխատավարձը 1 դրամը։ Քանի որ Փաշինյանը հունիսի 7-ից հետո հնարավորություն էլ չի ունենալու պարգևավճարներ ստանա, ես կառաջարկեմ, որպեսզի վարչապետը շարունակի իր գործունեությունը, ամեն ամիս 1 դրամ փոխանցելու եմ վարչապետին։ Ես ավելի քան համոզված։ Եթե իրենք ընդունեն, կարող արդեն շատ փող ունեն։ Շատ լավ, հասկացա, շնորհակալ եմ շատ։ Կասեք, խնդրում եմ, ինչու է Հայաստանը այսքան աղքատ։ Որովհետև իշխանավորների գլխի մեջ տոտալ աղքատություն է, որովհետև այս իշխանությունները չեն կարող ընդունել նորմալ ապրող մարդկանց։ Նրանք կարում են կառավարել միայն աղքատ մարդկանց, որ 10,000 դրամ թոշակ բարձրացնելով թելադրեն իրենց ոչ հայրենանվեր բոլոր խոսույթները։ Ադրբեջանի նախագահը եւ Նիկոլ Փաշինյանը ստացան մրցանակ 2026 թվականի Գերնիկայի խաղաղության եւ հաշտության մրցանակ ստացան երկու երկրների միջև խաղաղության եւ համերաշխություն ստեղծելու համար։ Ունեցել ենք 3 պատերազմ, 5000 եւ ավել զոհ եւ մինչեւ այսօր Ադրբեջանի կողմից մեր ինքնիշխան տարածքների հետ կապված հավակնություններ է ցույց տալիս Ադրբեջանը։ Ինչ կասեք։ Դա դրսից կառավարման ձև է, տեսել են վարչապետի թույլ կողմերը, քանի որ նա չի կարող ստանալ ոչ մի մրցանակ երկրի ներսում, հանձնելով այդպիսի մրցանակներ, նրանք թելադրում են իրենց ուզած պայմանները։ Դա այսպես կոչված
թաքնված կաշառքի ձև է։ Պարոն Կարապետյան, ուզում եմ հիմա դիմեմ մեր հայրենակիցներին ու խնդրեմ այն հարցերը, որոնք որ դուք ուզում եք ես ուղղեմ պարոն Կարապետյանին, խնդրում եմ մեկնաբանություններում այս վիդեոյի տակ գրեք, ես անպայման կհավաքագրեմ եւ վաղը պարոն Կարապետյանին կտամ ձեր հարցերը։ Շնորհակալություն պարոն Կարապետյան, ձեզ լավ օր։ Լավ է։